կարող եմ առանց հարցեր որոնք ինչպես սկսեցի գրել էլի այդքան տարիներ հետո։ Կարող եք դե շատ հետաքրքիր է իհարկե ինչպես գրվեց այս աշխատանքները եւ ինչ դասեր, ինչ խորհուրդներ կարելի է տալ ընդհանուրին իսկապես շատ կարևոր ձեռնարկ է սա։ Խնդրեմ։ Երբ այսպես ասած պոեզիան գիտեի որ ստեղծագործում եմ շատ վաղուց դեռ դպրոցական տարիներից, այսպես պոեզիայի հետ կապված անհանգստություն չունեի, մտածում էի որ գրում եմ։ Ինձ կանգնեցնում էր միշտ որ ես կկարողանամ իմ ադեի կերպարը ամբողջովին տալ։ Եթե պիտի կարողանամ կիսատ պրատ, ինչպես ինքն իմ ադեն էր ասում, մե բանը մորը պիտի չկրնաս, խորքից սկսեց ու ավարտաս, էդի չսկսեց։ Եվ ես միշտ կանգ էի առնում, 40 տարի իմ ադեն պտտվում էր իմ ուղեղում։ Իմ ադեն մահացել է 1984 թվականին, ես 24 տարեկան էի, ուսանող էի, որ մահացավ։ Ես սկսեցի պատմություն իմ մանկությունից, որովհետև պիտի գայի այնտեղից, ես իմ արմատներից պիտի սկսեմ, որ կարողանամ աճել ու ծառ դառնալ կամ ինչ-որ, եւ սկսեցի ամբողջովին այդ իմ նոր այդ ծիլերից, այսինքն աչքերս բացել ենք Բագրավան գյուղում, ծնվել եմ, իմ գիտակցական կյանքը սկսվել է, երբ բռնել եմ իմ ադեի փեշերից, եւ նա էր հաճախ ասում է ձերքդ բռնեմ էր տանք հուշարձանը, իմ հորեղբոր հուշարձանը, արանքում կանգնում ասում էր, չէ, ձերս տող փեշիցս բռնե, ձերս վաղտկա գդողա, ինքը կրնա որ անհուսալի եղնի, փեշս ավելի հուսալի բռնե փեշիցս, եւ նրա փեշը ինձ համար այնքան ապահով, այդ արխալուղի փեշը, այդ կտորը, իմ պաշտպանը կարծես թե լիներ, եւ նույնիսկ եթե վտանգի պահ էր լինում, նա իր արխալուղի փեշը բացում էր, ես մտնում էի իր փեշի տակ ու կարծես չկայի արդեն, իմ տունն էր դառնում այդ փոքրիկ տարածությունը, այսպես նա կարող էր պաշտպանել իր այդ շորի, այդ արխալուղի փեշով, ինչպես որ նշխարով կարողացել էր կշտացնել իր երեխաներին այդ նշխարով, ինքը իմաստուն էր, յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր մտածելակերպի այդ պահը նա ուզում էր ասել ինչ-որ բան։ Հենց այնպես կարծես թե նա չէր խոսում։ Թեկուզ այդ մահճակալը, որ մենք Բագրավանից տեղափոխվում էինք, ասեց մինագեն վաղտ ես ոդի գելնիմ Սիմոն ջան քու հետ կուկամ, օրես իմ երկդե կրավատն էլ մեզի հետ տանինք Երևան։ Հայրս ասեց ես ուրիշ ճար չունեմ, պիտի որ տանենք, հասկանալ է Երևանյան բնակարան, նոր կահույք, ամեն ինչ, բայց այնտեղ պիտի լիներ իմ ադեի հին, շատ հին, երկատե այդ կրավատը, ինչպես ինքն էր ասում, միակ համաձայնությունը։ Եվ իմ մեջ ինչն է այսպես շատ, որ ես պիտի գրեի, որովհետև տարիներ շարունակ իմ մեջ պտտվում էր այն միտքը, որ իմ ադեն միշտ ասում էր Սիմոնիս պզդիկ աղջիկ, քանի որ ես վերջին երեխան էի, այսպես իր հետևից վազող, ասում էր ես գիտեմ, որ ես կմեռնեմ կերտամ իմ հողը չտեսած, ես գիտեմ, որ իմ ոտս էլ պիտի չպակե իմ հայրենի հողս, իմ Արասկեղի հողս, աղերսան կենեմ, հնարım գդի, գնա իմ հողս, իմ երգիրս, գդի իմ պզդի Արասկեղս, ու ես քեզի կսեմ որ ինչ կգտնիս, որ կեշտաս դեպի Արփաչայանը, ինքը քանի որ աչը ձախ չգիտեր, ասում էր, «Էս Թևիդյանն է իմ գեղս, էս Թևիդյանը կաշես, որ էս Թևիդյանը աշես, դիք արդեն անի ավերագներ է, են ամենամեծ խաչը դու ընդեղ կտեսնիս, ու կտեսնիս ու ասում էր, անուններով գիտեր եկեղեցիների անուններ, իր ոչ ուսյալ լինելով նա բացարձակապես շատ լավ իր հիշողության հաշվին այդ ամեն ինչը գիտեր եւ երբ տարիներ հետո հնարավորություն ընձեռվեց ինձ Սանկտ Պետերբուրգից կապնվեցի իմ ընկերու հետ որ ապրում էր Ստամբուլում եւ խնդրեցի որ օգնեք ինձ որ ես կարողանամ մտնել Ղարս եւ այնտեղից ինձ ուղեկցեք դեպի Արասկեղ Նրանք ընդառաջեցին ինձ եւ ես Ստամբուլում Ռուսաստանից մտնելով
իմ ընկերուհին շատ մեծ գործ արեց, երկու քուրդ ծանոթների հետ եւ իր ամուսինու հետ հայ արդեն ինձ մենք գնացինք դեպի ինքնաթիռով իջանք Ղարս, այնտեղից արդեն մեքենայով դեպի Արասկեղ։ Ես հերվից արդեն տեսա անեավերակները, այդտեղ կանգնեցրի, ասի ուզում եմ ոտքով գնալ։ Խնդրում եմ ինձ հետ ոտքով եկեք։ Երբ անեավերակներից երևի թե 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա ես զգացի, որ ես արդեն մոտենում եմ Արասկեղին, որովհետև ամբողջ մարմինը սկսեց ինձ հետ խոսել այսպես իմ ադեի հոգով, իմ ադեի աչքերով եւ ես հենց իր աչքերով սկսեցի նայել այդ տարածությանը, որտեղ ես գտնվում էի եւ մի քիչ էլ ներքև իջա այդ երկու թմբերը, որոնք ես տեսա, ես հասկացա, որ այստեղ ծնվել եւ մեծացել է իմ ադեն։ Ես կանգ առա հասկանալի ինչ կատարվեց ինձ հետ, բայց այնտեղ, որտեղ ես կանգնեցի, ես զգացի, որ իմ ամբողջ մարմինը տաքացավ, ջերմացավ, հայրենիքի այդ անուշ հովը խփեց իմ դեմքին այդ զեփյուռը, եւ ինձ թվաց, թե իմ ադեի ձեռքը շոյեց ինձ։ Հենց այդտեղից այն փոքրիկ կասինկան, որը իմ ադեն թողել էր, նա ասեց, ես որ կմեռնեմ, այս կասինկան ինձ հետ չդնեք հողի տակ։ Սա պիտի մնա, որովհետև իմ Սիմոնի պզդիկ աղջիկը այդ 3 բուր հողը պիտի բերե։ Ու շախտայեմ գերեզմանին։ Եվ հենց այդտեղից, եւ գիտեք զարմանալին ինչ էր նաեւ, նա միշտ ասում էր 3 բուր։ Ես շատ եմ հարցրել, ադե ջան, ինչու 3 բուր, ինչու 4-5, չէ, վալա ջան, 3 բուր։ Եվ ես դա աստվածաշնչյան այդ թվերի հետ է կապված ինչ-որ, եւ ես այդտեղից 3 բուր վերցրի, ոչ ավել, որովհետեւ նա ասել 3 բուր։ Լցրեցի, երբ կապեցի այդ շալը փոքրիկ, դրեցի իմ պայուսակի մեջ, ինձ թվաց, որ այդ իմ պայուսակը շատ ծանրացավ իմ ուսին, այնքան ծանրացավ, կարծես ամբողջ Արասկեղը ես վերցրեցի իմ ուսերին, եւ երբ վերադարձանք, հետո գյուղում մեծ միջոցառում, շատ մեծ, ամբողջ գյուղի Բագրավան գյուղը, որտեղ ես ծնվել եմ, իմ ադեի շիրիմն այնտեղ է, երբ գնացինք շիրիմին, ես իմ ձեռքով շաղ տվեցի նրա շիրիմին, այդ 3 բուռը, եւ չգիտեմ, գուցե այդ ինձ թվաց, թե ինչպես իմ ադեն տրամադրել էր ինձ իմ մանկությունից, որովհետեւ ասում է, երբ դու շաղ տաս, ես դա կզգամ, ես կտակնամ, իմ ջանս կեռա, իմ զգացողությունս կփոխվի, իմ հողը իմ վրան ավելի կթեթևնա։ Եվ երբ ես շաղ տվեց, ինձ թվաց նրա գերեզմանակարը, կարծես թե շարժվեց, եւ ես այսպես ձայն լսեցի, եւ հավատում եմ, որ դա այդ մեծ ցավն էր նրա ու քարը կարծես թե մեջտեղից անտեսանելիորեն ճակտվեց։ Եվ այդպիսի զգացումով ես հեռացա իմ ադեի շիրիմից, որը ամեն տարի մամրոտում է, մամրակալում է այդ վարդագույն քարը, հայրս է ամենագեղեցիկ, նախշավոր այդ գերեզմանակարը, իր կողքին իր սիրելի Գիրքորն է, այս կողքին իր որդին է, որ դե Գուրգենը պատերազմում էր զոհվել, եւ այդպիսի զգացողությամբ հեռացանք։ Այդ ժամանակ ես դեռ ադեն չէի գրել։ Երբ հողը շաղ տվեց իմ ադեի գերեզմանակարին, երբ հեռացա, ես զգացի, որ արդեն պիտի գրվի։ Ես պիտի գրեմ։ Եվ ընդամենը 7 ամսում ծնվեց առաջին ադեն, իմ մանկության հետ կապված։ Ամբողջովին իմ մանկության շրջանի։ Հետո գրվեց երկրորդը, որտեղ արդեն ավելի հասուն տարիքում եմ ես, եւ երբ միշտ նստեցնում ու խոսեցնում էի, ադե ջան, մի բան եմ պատմե, ասում էր, քեզանից պրծում չկա, չուզեմ պիտի պատմեմ, եւ սկսում էր պատմել, եւ ինչն է թանկ այդ հիշողությունների մեջ իմ ադեն ասում էր, մեր գեղի մարդկանց մասին էլ գուզեմ, որ դու իմանաս, որ իմանաս ինչ մարդիկ կաբրեին այդ գեղը, ասում էր, իմ դուռը բաց էր նրանց համար, ամենաաղկադի մար, թեգուզ որ գեղացի կսեն ինքը բարոյական չէ,
են Ումոր կքննադատեին գեղացիկ սմետոնց առաջ ավելի բացեր իմ դուրս, որտեղ վդոնք ավելի մակուր են, քան ընդոնք որ կխաղան։ Այսպիսի մտածելակերպ ուներ նա ապրեց իր կյանքը իր ամուսնու կողմից շատ սիրված, Գիրկորի կողմից։ Ասում էր Գիրկորը ինձ մինակ երջանկացրեց։ Այդ գեղի մեջը չկար ման տղամարդ որ ամեն օր ծաղիկ նվիրեր։ Իրակնգան, ասում ջեբի մեջը կդներ ծաղիկներն որ գեղացիկ չտեսնեին, որտեվ իրա վրա կխնդային, կսեին էս ինչ է։ Ջեբից տուն կմտներ, ջեբից կաներ, կսեր եղսո, էլի քեզի սարի ծաղիկ եմ բերել։ Ու փոքրիկ կուժ ունեինք, այդ դրա մեջ կդրվեին ծաղիկները, այդպիսին է եղել իմ պապը։ Ասում էր ես երջանիկ եի Գիրկոր հետ, ես դժբախտ եղա իմ երեխեքի, իմ ցավերի մեջ, եւ երջանկությունը, դժբախտությունը ապրեցի նրա հետ։ Երևի թե հավասարազոր դրանք զգաց եւ ասում էր ես կրծա ապրեի քանի անգամ բերնի վրա ընկա հողին Գիրկորն ինձ էլի հանեց նորից ընկա Գիրկորն էլի տևս մտավ հանեց կսեր եղսո էլի գեղացիկ կսեն որ Գիրկորի կնիկը խելարավ ցավից ես չեմ թողեր դու խելարես պետք դու ապրես Եվ այսպես ապրեցրել է իր կնոջը ու ապրեցրել է 10 երեխաներ են ունեցել 7 որդի 3 աղջիկ իմ պապը շատ գրագետ է եղել դեռ այն ժամանակ ասել է մեր առաջի որդուն անունը կդնենք Սանասար երկրորդին կդնենք Բաղդասար ասել է ես այնպես մի լավ բան եմ կարտացել ասունցի Դավիթ որ Սանասարը Բաղդասարը ինչ աղբերներ էին Դավիթին հերթը չի ասել կարծես թե հետո որովհետև Գուրգենը ծնվել է իմ ադեն դնել է իր եղբոր անունը թուրքերը սպանել են նրան հետո արդեն հայրս ճանապարհին մի խոսքով դա մի ճակատագիր էր որը 40 տարի մեջ ապրելով հետո ես հանձնեցի գրքին հանձնեցի եւ երևի թե դեռ կա շարունակություն որտեղ քանի դեռ իմ ադեն այցելում է ինձ ուրեմն ասելիք ունեմ Ուրեմն իմ զրույցը չի ավարտվել նրա հետ, դեռ պիտի մենք զրուցենք։ Շնորհակալ եմ բոլորին այսօրվա այս միջոցառման համար։ Ասեմ, որ ես